Տիկին Զորաբյան, շատ ճիշտ եք նկատում, մեր խմբակցության նիստի ժամանակահատվածում էլ պարբերաբար անդրադառնում ենք այս հիմնախնդրին, որ պետական միջոցների արդյունավետության բարձրացումը պետքա շատ բարձր մակարդակի վրա լինի եւ այն վարկային համաձայնագրերը թե նախկինում, թե ներկայում, որ պետք է վերցնենք եւ օգտվենք, իրականում արդյունավետությունը չափազանց մեծ պետք է լինի։ Պարոն Հարությունյան, առհասարակ օգտվելով նաեւ հնարավորությունից եւ առիթից կուզենամ դուք մի փոքր պարզաբանեք եւ ներկայացնեք, քանի որ այս տարին որպես այդպեսին բնապահպանական առումով եւ գյուղատնտեսության առումով ռոռոկման համակարգերի, նաեւ առումով ջրամբարները գիտենք, որ սակավ ջուր կա, ինչպիսի միջոցառումներ եւ ինչ է սպասվում, մի փոքր պարզաբանեք, իսկ ծրագրի մասով ձեզ շատ հստակ հարց է տրվում։ Պարոն Հարությունյան, գումարի չափը հստակ է։ Ժամանակահատվածը հասկացանք 2042 թվականին պետքա ամփոփվի այս վարկային համաձայնագրի վերջնական տեսքով։ Որքան գումար է դա կազմում։ Չեք հրապարակում, չեք ներկայացնում, որն է խնդիրը, չեք տիրապետում, մենք նման առիթ ենք ունեցել, մատնանշելով կոնկրետ խնդիրը ազգային ժողովում, տեսել ենք հիմնական զեկուցողը նստած դալիճում հաշվարկ անում, որ կարողանա ամբողջից ներկայացնի, պետական միջոցների նկատմամբ չի կարելի սենց վարվել, յուրաքանչյուր երկրի քաղաքացի մեր երկրում գիտեք, 100,000-ավոր քաղաքացիներ վարկեր են վերցրել, մեկ վարկ վերցնելու պարագայում 10 անգամ դնում, վերցնում, վերլուծում, հաշվարկ են անում, բարեկամները հետ խորհրդակցում են, ամենատարբեր ֆորս մաժորները հաշվարկում են եւ հասկանում են ինչ կարող է անդառնալ տեղ ունենալ, նոր վարկ են վերցնում, պետական միջոցները չի կարելի sense մոտեցումով ունենալ, պետքա հստակ հիմնավոր լինի ոչ միայն խորհրդարանի, այլ ոլորտի ներկայացուցիչները եւ ժողովրդի համար, թե չէ տպավորություն է ստեցում պիլոտային ծրագիրը, որտեղ գումար են տալի, որ հատվածում պիլոտային ծրագիր իրականացնելու, մեր պետական մարմնի ներկայացուցիչները ապալ-թափալ գնում վերցնում են այդ գումարը։ Շատ հստակ ամեն ինչ պետք է տրամաբանված լինի։